Հաջորդ կայարանը Մարշալ Բաղրամյան։ Attention please. The doors are closing. The next station is Marshal Bagramyan. Այսպես գրեթե 5 րոպեն մեկ գնաց կընդունող ճանապարհողը ազդանշան ու կանաչ լույս է տալիս երթևեկությանը։ Գնացքներին ըստ գրաֆիկով իրան ժամանակին գրաֆիկով աշխատելուց ընդունում ենք, ճանապարհում ենք, հետևում ենք ուղևորների անվտանգ երթևեկությունը։ Ամեն օր այսպես է սկսվում մայրաքաղաքի կյանքի եռուզեռը։ Խցանված ու ծանրաբեռնված փողոցները շրջանցելու եւ ապահով տեղափոխվելու համար բնակիչները հաճախ հենց մետրո են մտնում։ Արդեն 44 տարի Երևանի մետրոպոլիտենը գրկաբաց ընդունում է իր բոլոր այցելուներին։ Օրական տեղափոխում 70-ից 80 հազար, տարեկան ավելի քան 26 միլիոն ուղևոր։ Մոտ 900 աշխատակից հետևում է անվտանգությանը։ Հիմա որ բացում ենք, այլով նայում ենք։ Վագոնների կողքից սպիտակ ազդանշան ունի դռները, որ այսինքն դռները բաց է։ Երբ որ մենք փակում ենք, սիգնալիզացիան գալիս անդեից էլ այդ լամպերը հանգում են, նոր կարում ենք շարժվենք։ Մետրոյի կառուցումը սկսվել է դեռևս 1972 թվականին, գործարկվել է սակայն 1981-ի մարտի 7-ին։ Ի սկզբանե շահագործվել է 5 կայարան, այնուհետև ընդլայնվել է դեպի քաղաքի հարավային մասերը։ Վերջին կայարանը Չարբախը շահագործման է հանձնվել 1996-ին։ Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը Կարեն Դեմիրճյանի օրոք էր։ Հենց նրա անունով է հիմա Երևանի մետրոպոլիտենը։ Բազմազան հետաքրքրություններ կարող եք գտնել, ամեն մարդ ինչ-որ մի հետաքրքրություն է ունենում, բայց դու ինչքան շատ բան ես իմանում ամեն ինչից, թե ռելսերից, թե գծից, թե գնացքից, թե կառույցից, ինչքան շատ բան իմանում ես, այնքան քեզ ավելի շատ է տանում։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը այժմ ունի ավելի քան 12 կիլոմետր ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան։ Շահագործվող վագոնների թիվը 34-ն է։ Կայարաններից 3-ը Սասունցի Դավիթ, Գործարանային եւ Չարբախը վերգետնյա են, մնացած 7-ը ստորգետնյա։ Ես հիմնականում ղեկավարում եմ գնացքի մուտքը դեպի կայարան, կայարանից դեպի փակողիներ։ Ուղարկում եմ գնացքին փակողիներ, շրջադարձ է կատարում, շրջադարձից հետո գալիս է կայարան, բարեկամություն ուղևորներին վերցնում, նորից գնում է։ Մետրոպոլիտենը միայն խցանումներից ձերբազատվելու տարբերակ չէ, մեծ է դերը մեր պաշտպանունակության բարձրացման հարցում։ Պատերազմի սպառնալիքի դեպքում այն պետք է դառնա բնակչության համար ապաստարան, ղեկավարության համար հրամանատարական կետ, ռազմական եւ քաղաքացիական նշանակության բեռների փոխադրման եւ պահպանման միջոց։ Նախատեսվում է նաեւ կառուցել Խորհրդային Միության տարիներին մշակված ու տասնամյակների վեր թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ աջափնյակ կայարանը։ Նախագիծն արդեն պատրաստ է։ Զարգացած երկրների ու մեգապոլիսների փորձն էլ է վկայում։ Արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրման գործում մետրոն հեռանկարային է ու անփոխարինելի։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։